ինչ կա։ Ինքնարենից բացեք մասնավորապես ռազմավարական հաստատություն հնարավոր է։ Գիտեք, տեսեք, երբ որ ասում եք չկան, արդյոք չպարզաբանված հարցեր։ Գիտեք ինչ, մեր խնդրեմը գիտեք ինչի մեջ է, որովհետև մենք միշտ փոքր նախագծերի հետ ենք գործ ունեցել, որոնք տենց մի շերտ են ունեցել, պատկերավոր ասած մի էջ են ունեցել, դե մի էջում էլ պետք է կես ժամում ասես, կա պարզաբանված հարց, թե չկա պարզաբանված հարց։ Մենք սովոր չենք մեծ նախագծերի, իսկ մեծ նախագծերը իրանք ունեն մի շատ կարևոր առանձնահատկություն, իրանք միշտ չպարզաբանված հարց ունենում են, եւ իրանք միշտ արտադրում են չպարզաբանված հարց։ Այսինքն տիեզերք թռնելը, միջև տիեզերք թռնելը, ես մի անգամ մի վիճակագրություն լսեցին, շատ զարմացրեց, որ Միացյալ Նահանգների երբ որ լուսնի ծրագիրը գործարկվել է, այդ ծրագրի վրա աշխատել է 400,000 գիտնական։ Բայց այդ 400,000 գիտնականը պարզաբանել են չպարզաբանված հարցեր, չէ՞, բայց երբ որ խնդիրը լուծվել է, նոր չպարզաբանված հարցեր են առաջ եկել, որոնք պարզաբանելու համար Միացյալ Նահանգների գիտական եւ հանրությունը պետության աջակցությամբ ստեղծել է James Webb տիեզերական աստղադիտակը։ Հիմա ինչի համար այս ալեգորիաները, ոչ թե շեղվում եմ, ես էլ եմ ասում, երբ որ դու ունես մի հարց, որը լուծված չի, այդ հարցը չի լուծվում, դու շարունակում ես սեղանին ունենալ մի հարց։ Երբ որ այդ մի հարցը լուծում ես, ի հայտ են գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես։ Ամեն 4 հարցը լուծելիս ի հայտ են գալիս 4 նոր հարց, որը պետք է լուծես։ Հետևաբար TRIP նախագիծը ինքը այնքան մասշտաբային հարց է, որ մենք ամեն փուլում, երբ որ մի հարց պարզաբանեցինք, վերջնական պարզաբանվեց, դրանից ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք։ Նրանք լուծեցին, ի հայտ են գալու նոր հարցեր, որոնց շուրջ պետք է մտածենք։ Երբ որ TRIP-ը արդեն գործնականում սկսեց աշխատել, երկաթուղին էլ եղավ, գազամուղն էլ եղավ, նավթամուղն էլ եղավ, էլեկտրական հոսանքն էլ եղավ, ավտոճանապարհն էլ եղավ, ամեն ինչ եղավ, էլի ի հայտ են գալու հարցեր, որոնց շուրջ մենք պետք է աշխատենք։ Ես նկատի ունեմ, մենք պետք է սենց ընկալենք, որովհետև ցանկացած նախագիծ ինքը մեծ նախագիծ, եթե մեր ճամփորդությունը 5 մետր է, մենք կարող ենք տեսնել, որովհետև 5 մետրը կամ միջև այդ դուռն է, մենք ամեն ինչ կարող ենք տեսնել, բայց թե մեր ճամփորդությունը երկար է, մենք չենք կարող ամեն ինչ տեսնել, որովհետև պետք է գնանք դուռը բացենք, նայենք դռնից այն կողմ ինչ կա, ճանապարհը գնանք, էլի եմ այդ օրինակը բերել, ոլորանը պետք է անցնենք, որ տեսնանք բլուրից այն կողմ ինչ կա, հետևաբար չպարզաբանված հարցեր միշտ կան, բայց այն հարցերը, որոնք այս փուլում կարիք կա պարզաբանել, ես կարծում եմ, որ մենք դրանք բավարար չափով արդեն պարզաբանել ենք։ Թուրքիայի հետ կապված ես ողջունում եմ այդ պատրաստակամությունը, ես ձեզ անկեղծ ասեմ, մեր երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ որ ինչ-որ սիմվոլիկ եւ նույնիսկ ոչ սիմվոլիկ ավելի լայն եւ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան եւ ես հույս ունեմ, որ այդ քայլերը տեղի կունենան Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են եւ մենք այո ցանկություն ունենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Հաջորդ հարցը Շովիկ Գալասյան, Ազատություն։